Ընդդիմությունը 2021 թվին ասում է, որ եթե քաղաքացիական պայմանագրի օգտին քվեարկեք, 2021 թվին էին ասում են 2026 թվին Սևանի արևելյան ափը բնակեցվելու է ադրբեջանցիներով եւ հոլովակներ էին տարածում այդ ժամանակ 21 թվին Այդ հոլովակի մեջ է զանգում են իբր գնան շորժը հանգստանան ադրբեջաններն են պատասխանում հեռախոսազանգին եւ ասում են տեղ չկա ադրբեջանցիները բոլորը զբաղեցրել են Այսօր 2026 թիվն է քանի ադրբեջանցի է ապրում Գեղարքունիքի մարզում եւ նրանք հիմա նոր թեմա են բերել մեյդան 300,000 ադրբեջանցու վերադարձի Նրանք դա ինչպես լրտեսական տրամաբանությամբ Միչանցկի խոսույթն են տարածում Այսօր էլ լրտեսական տրամաբանության այդ նույն խոսույթն են տարածում Ես ասում եմ չկա տես թեմա եւ չի լինելու այդպիսի թեմա չհավատակ որևէ մեկին Բայց ես նաեւ անկեղծ ասում եմ որ այդ թեմայի հետ փակվում է եւ փակվել է նաեւ 500,000 հայերի վերադարձի թեման Ադրբեջան, որովհետև ժողովուրդ մենք այս թեմաները պետք է փակենք, որ խաղաղությունը գոյատևի, որ խաղաղությունը զարգանա, հարատևի։ Այո, ժողովուրդ, ես եմ մարդն եմ, ով ասել է Արցախը Հայաստան է եւ վերջ։ Եվ ես դա ասել եմ, որովհետև հավատացել եմ այն գաղափարներին, որոնց մեզ ներարկել են 30 տարի, բայց նաեւ առաջնորդի պատասխանատվությունն է Երբ որ հասկանա, որ մենք սխալ ճանապարհով ենք գնում, կամք ունենա ասի մի րոպե ժողովուրդ, Ղարաբաղյան շարժումը, այո ես գնացել եմ միջև այն կետը, նվիրված եմ գնացել, ոչ մի բան չեմ խնայել, միջև հասկացել եմ, որ Ղարաբաղի շարժումը թակարդ է Հայաստանի համար, որպեսզի մենք չկայանանք որպես պետություն, որպեսզի մենք կորցնենք Հայաստանի Հանրապետությունը եւ ես ուրախ եմ որ այդքան կամք եմ ունեցել կանգնել եմ ժողովրդի առաջ եւ ասել եմ որ մենք Ղարաբաղի շարժումը չենք շարունակելու եկեք պատկերացնենք թե մենք շարունակում ենք Ղարաբաղի շարժումը ինչ է լինելու ինչ ալնելու արդյունքում լինելու են մեծ ու փոքր պատերազմներ լինելու են զոհեր Եվ արդյունքում չի լուծվելու այդ հարցը, որովհետև այդ հարցը դրվել է նրա համար, որ չլուծվի, որ Հայաստանը առնակամ լինի, տասնյակ տարիներով եւ մենք ի վերջո ստիպված լինենք հրաժարվել մեր պետականությունից, բայց մենք չենք հրաժարվել մեր պետականությունից, մենք հրաժարվել ենք Ղարաբաղի շարժումը շարունակելուց եւ տեր ենք կանգնել մեր պետությանը, տեր ենք կանգնել մեր երեխաներին, տեր ենք կանգնել մեր ապագային Եվ այսօր պատերազմի եռագլուխ կուզակցությունը Հայաստանը ուզում է հետ մղի կոնֆլիկտի հորձանոտ, պատերազմի հորձանոտ, որովհետև այդ պատերազմի տարիներին է, որ նրանք միլիարդներ են աշխատել, թալանել են Հայաստան անունը դնելով թե Ղարաբաղի համար են անում, թե բանակի համար են անում, մենք բանակ, ես ասում եմ, Մեր բանակը այդ որ ասում ենք կանսերվի կոկոշներ 2018 թվականին բանակը եղել է հենց կանսերվի կոկոշի մակարդակին Դուք բոլորդ գիտեք ձեր երեխեքը ծառայել են բանակում Դուք ես ձեզ ասելու կարիք չունեմ Գնացեք այսօր ծառայողներին հարցրեք բանակի մասին եւ 9 տարի առաջ ծառայողներին հարցրեք բանակի մասին եւ ձեռները դրեք ձեր խղճին, ձեր սրտին եւ ասեք այն ժամանակ բանակ մենք ունեցել ենք եւ հիմա մենք բանակ ունենք թե չունենք Ժողովուրդ հայրենասիրությունը չի նշանակում կեղծիք ամենամեծ դավաճանությունը հայրենիքի նկատմամբ ժողովրդին սնել կեղծիքներով Մենք ժողովրդին չենք սնել կեղծիքներով, մենք ժողովրդին առաջարկում ենք ճշմարտություններ